Բարեբաշտ հայորդիկ, այսօր ցեզ կներկայացնենք կրկին Մատթեոսի ավետարանի 5-րդ գլխում մեջ նաև արձանագրված պատգամումը, նաև կարևորությունը 5-րդ գլուխ 45-րդ համար մեծ բահքի հոգևոր ճանապարհորդության ընթացքին մեր աղոթքի եւ ներհայեցողական կյանքի ընթացքով գտարնանք որդիները Աստուծո, որ չարին ու բարին վրա հավասարապես կդարած է արև եւ անցրև։ Ուրեմն մեծ բահքի հոգևոր ճանապարհորդության օրերու աղոթքի ու բայեցողության գարկաբահ կյանքով մենք կբարձրանանք առ Աստված։ Այլ խոսքով հայր եւ որդի գաբը գամրաբնթվի մեր մեջ, երբ մենք մեր աղոթքի ու բայեցողության կյանքով լույս կփաշխենք անխդիր բոլորին, հայր եւ որդի հարաբերությունը նախապայման մնե, որ աղոթքը արդյունավորվի։ Այս գաղափարը շեշտված է նաեւ Քրիստոսի քարոզած եւ պատգամած աղոթքի մեջ, դերունական աղոթքին։ Սորվեցեք աղոթել սորվեցեք նաեւ ձեր զավակներուն, որովհետեւ մշտապես անոնց շրթներուն վրա հնչե դերունական աղոթքը հայր մերը։